Գյումրու քաղաքային բյուջեն մինչ հանրային լսումներ անցնելն ու ընդունվելը նախ քննարկվեց քաղաքապետարանի համապատասխան բաժինների պետերի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Պատասխանատուները ներկայացրեցին բաժինների ծախսերն ու ակնկալվող եկամուտները։ 2026 թվականի բյուջեում 2025-ի համեմատ ըստ քաղաքապետարանի պլանավորածի սեփական եկամուտներն ավելանալու են 427 միլիոն դրամով, իսկ ընդհանուր բյուջեն կազմելու է 7 միլիարդ 562 միլիոն դրամ։ Բոլոր հարկատեսակների մասով աճ են պլանավորել, ընդ որում եկամուտներն ապահովելու հարցում հիմնական շեշտը դրվել է ապարքների, այսինքն բյուջեին քաղաքացիների ունեցած հին պարտքերի հավաքագրման վրա։ Ինչպես փաստեց քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պատասխանատու Դմիտրի Մանվելյանը, ապարքները մեծ են, քանի որ դրանք գոյացել են նախկին իշխանությունների անհետևողական աշխատանքի եւ անարդյունավետ գանձումների արդյունքում։ Մեծ խնդիր է առաջացել ֆիզիկական անձանց ավտոմեքենաների գույքահարկի հավաքագրման գործընթացում։ Շատ մեքենաներ, որ գրանցվել է Գյումրի համայնքում, այդ մարդիկ այդ մեքենաները տարանել են։ Այդ մի անգամ դեռ վաճառել են, նույնիսկ այս բաներ շատ կան։ Վարչական ինչ նզակներ ունենք, որ կիրառենք։ Մենք ընդհանրապես կարող ենք ծանուցել այս մարդկանց չներգանալու դեպքում նոր գործընթացը սկսված է, ինքը հաջորդաբար կգնա ամեն։ Ինվեստորներ, որոնք եւ տարեվերջ մեր կողմից գործընթացը ավարտված է։ Մենք սա ծանուցումներն ու դահակ ուղարկենք, ով չի գա իրավական դաշտով, խուսափեգը այս ամոթումներից, բյուջեն լցնելու ամոթումներից ու միանգամից դա 2000-ից ավելի ծանուցում ըստ պատասխանատուի արդեն ուղարկված է ֆիզիկական անձանց հավաքագրումները չապահովելու դեպքում գործերը կուղարկվեն հարկադիր կատարման։ Իդեպ որոշում է կայացվել զիջել պարտապանների տույժերը պարտքի մայրգումարը վճարելու պայմանով։ Ֆիզիկական անձանց մասով նաև աղբահանության վճարների գանձումն է լուրջ խնդիր դարձել։ Մոտ 4 միլիարդ դրամի են հասնում քաղաքացիների ունեցած հին պարտքերը աղբահանության մասով։ Ընդ որում տույժերը միշտ աշխատում են։ Տվյալների բազան էլ թարմացման կարիք ունի։ 18-րդ տարվա բազա է, չի ոչ մի անգամ չի մաքրվել, ոչ մի անգամ մի հատ ռեալ չի նայել։ Խնդիրն այն է, որ քաղաքի բնակիչների 20-30%-ը գրանցված է փլված շենքերի հասցեներում։ Նրանց մի մասին ըստ զեկուցողի գտնել հնարավոր չէ, ոմանք էլ պարզապես աղբի համար չեն վճարում։ Առաջարկվեց առանձնացնել փլված շենքերում հաշվառվածների տվյալները ընդհանուր բազայից։ Այդպիսով որոշակի կդառնա իրական հարկատուների թիվն էլ, ինչն էլ կհեշտացնի գանձումները։ Նշվեց, որ խնդիր է նաև աղբահանության համար վճարողից գանձվող միջնորդավճարը։ 150 դրամ աղբի վճար մուծելու համար քաղաքացին ամենակիչը 200 դրամ միջնորդավճար է մուծում։ Եթե վճարում է բանկում, տուգանքի մեխանիզմն էլ անընդհատ է աշխատում։ Օրինակ, հոկտեմբեր ամսվա աղբահանության գումարը կարող ես վճարես մինչև նոյեմբերի 15-ը։ Եթե չես վճարել, օրինակ 16-ին վճարես, դուրս կաշխատի արդեն այդ 150 դրամի վրա։ Քննարկման ժամանակ խոսք գնաց նաև քաղաքի տարածքում տեղադրված սրճեպ սարքերի շահագործման եւ սահմանված հարկերը գանձելու, սարքերը մրցույթով տնտեսվարողներին տրամադրելու վերաբերյալ։ Ներկայացված այս եւ մի շարք այլ խնդիրների առնչությամբ պատասխանատուների դիտողությունները հաշվի կառնվեն 2026 թվականի քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կազմելիս։ Ասում են, որ Ադրբեջանի նախագահն ասել է չկա Սևան, կա Գյոկչա, մինչդեռ հնչել է հայտարարություն, որ ցարական ժամանակների քարտեզում Սևան չկա, կա Գյոկչա։ Ոչ մեկը չի գնացել Ալիևի նշած քարտեզը հանի տեսնի, ինչ քարտեզի մասին է խոսքը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։ Ես արդեն ասել եմ, որ Կոպենհագենում մենք մամուլի հաղորդագրություն ենք տարածել, որտեղ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տրիպ նախագիծն է գործում եւ դրանով ամեն ինչ ասված է։ Եվ ելի եմ ասում, Զանգեզուրի միջանց եթե նրանք օգտագործում են իրենց տարածքի մասին, որտեղ նրանք չեն կարող օգտագործել մեր տարածքի մասին։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի նախագահի մյուս հայտարարությանը, ելի եմ ասում, մենք պետք է նախ ամբողջության մեջ գնահատենք այդ հայտարարությունը, որովհետև ես նախորդ օրն էլ լրագրողը հարց տվեց, շատ կարևոր է որ ճշգրիտ լինի, ճշգրիտ արձանագրենք ինչա տեղի ունեցել, հետո նոր գնահատենք։ Իսկ որն է ճշգրիտ արձանագրումը, որովհետև մեր մամուլում ես էլ եմ ասում, այդ ընդհանրապես իմ գործառույթը չի, ես սրա մասին պետքա չխոսեմ էլ, սրա մասին պետքա խոսեն լրատվամիջոցներ, ովքեր տեղեկատվությունը պետքա ճշգրիտ փոխանցեն, որ հարցը ճշգրիտ ձևակերպի, որ պատասխաններ լինի ըստ էության եւ ոչ թե ուրիշ բանի մասին։ Օրինակ ասում են, որ Ադրբեջանի նախագահն ասել է չկա Սևան, կա Գյոյչա, մինչդեռ հնչել է հայտարարություն, որ ցարական ժամանակների քարտեզում Սևան չկա, կա Գյոյչա։ Իմիջայլոց
մեր լրագրողները շատ հետաքրքիր է։ Օրինակ ոչ մեկ չի գնաց այդ քարտեզը հանի։ Մի հատ տեսնի այդ ինչ քարտեզի մասին է։ Կա քարտեզ, թե չկա քարտեզ։ Եվ եթե այդ քարտեզը հանեին մեր լրագրողները, օրինակ կտեսնեին, որ այդ քարտեզը ինչքան այդ տեսակետից կարա աննպաստ լինի Հայաստանի համար, երկու այնքան կարա նպաստ լինի ցանկության դեպքում Ադրբեջանի համար, որովհետև օրինակ կարա պարզվի այդ քարտեզի վրա Հայաստան կա, վայ ներողություն, իսկ Ադրբեջան չկա։ Իսկ դա ոնց մեկնաբանենք։ Ես դրա համար եմ ասում, այդ անօգուտ գործողությունը, ել չեմ ասում, եթե ցարական քարտեզներով գնանք եւ ինչու՞ միայն ցարական, դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ շահական, դրանից առաջ խանական, դրանից առաջ խալիֆայական, այդ քարտեզներում ոչ Հայաստան կա, այսինքն Հայաստան կա, ոչ Հայաստանի Հանրապետություն կա, ոչ էլ Ադրբեջանի Հանրապետություն։ Այդ հղվող քարտեզին ասում եմ շատ պարզ գրած է Հայաստան, Հայաստանի տեղում է սորվա, Ադրբեջանի տեղում Ադրբեջան գրած չի։ Եվ ինչի համար շատ լավ, բայց ես համարում եմ, որ դա անիմաստ թեմա է եւ անիմաստ քննարկումները առավել եւս 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո։ Էլ չեմ ասում այդ քարտեզները հրապարակված են։ Այդ քարտեզները հրապարակված են, որ դուք այն նյութերը ուղարկեք ինձ, ես էլ այդ քարտեզը կուղարկեմ ձեզ, չնայած 5 րոպե փնտրելով կարող եք այդ քարտեզը գտնել։ Այսինքն որ այդ քարտեզի վրա Հայաստան գրած, Ադրբեջան գրած ինչ է նշանակում դա։ Դա ինչ քաղաքական հետևության է բերում։ Բայց եմ ասում, խալիֆայության շրջանում եղել է խալիֆայությունը։ Պարսկական տիրապետության ժամանակ եղել է Պարսկաստան, Օսմանական տիրապետության ժամանակ եղել է Օսմանյան կայսրություն, բայց իմ ելույթում ասում էի, պարզ օրինակ էի բերում, որ չբարդացնենք։ Կամ այն ժամանակաշրջանը, որ Վանաձորի անունը եղել է Կիրովական, իսկ բանի Գանջայի անունը եղել է Կիրովաբադ, ի՞նչ է դա նշանակում։ Եղել է, չէ՞։ Ի՞նչ է դա նշանակում։ Դրանից հետևությունը ի՞նչ է։ Ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դա, որովհետև կա 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված եւ նախաստորագրված փաստաթղթերը եւ կա 2024 թվականի սեպտեմբերի երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Այսինքն հիմա անկնել պատմական բանավեճերի ես էսա գրած եւ այդ բոլոր անունները ով ասել, որ այդ անուններն ադրբեջանական են։ Մենք հիմա Տավուշի մարզի այրում կայարանում ենք, այստեղ է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պարոն Պապոյան, ինչ իրավիճակ է փոխվում այսպիսով Հայաստանի տնտեսական միջավայրում։ Նախ արձանագրենք, որ գրեթե 3.5 տասնամյակ այս երթուղով, այսինքն երկաթուղային երթուղով Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռներ չէին տեղափոխվել եւ իհարկե հակառակ ուղղությամբ էլ չեն գնացել եւ այդ առումով այսօր
պատմական օր է, ռուսական ծագման ցորենը Ադրբեջանի, այնուհետև Վրաստանի տարածքով եկավ Հայաստանի Հանրապետություն, առաջիկա օրերին սպասում ենք նաև Ղազախական ցակման ցորենը, որը այս պահին Ադրբեջանի տարածքում է եւ ըստ էության կարող ենք ասել, որ այս երթուղին արդեն գործարկված է եւ սա շատ կարեւոր էական նշանակություն ունի բնականաբար մեր տնտեսական քաղաքականությունների եւ լոգիստիկ քաղաքականությունների դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, բայց նաեւ շատ կարեւոր է արձանագրել, որ սա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության գործնական արտացոլումն է արդեն հողի վրա եւ տնտեսական առաջին ըստ էության արդյունքներից մեկը եւ բնականաբար մենք հույս ունենք, որ այս process-ը զարգացում կապրի եւ բնականաբար ինչպես խաղաղությանը, այնպես էլ խաղաղության ուղեկցող բոլոր տնտեսական նախաձեռնությունների նկատմամբ պետք է շատ զգուշությամբ վերաբերվենք, որպեսզի դրանք բազմապատկվեն, մեծանան, հզորանան եւ դրանով նաեւ բնականաբար մեր պետության դիմակայունությունը ավելացնենք։ Ինչ խմբականակի մասին է խոսքը։ Սա 15 վագոն բեռ է, որը մոտ 1000 տոննա է, եւ սա առաջին խմբականակն է եւ բնականաբար հաջորդ ղազախական խմբականակը, որը կգա, նույնպես այդքան է, էլի 1000 տոննա եւ 15 վագոն։ Շնորհակալություն Պապայան։ Մենք աշխատում ենք այրում կայարանում։ Հատուկ նշանակության խմբի մարտիկներն են, միշտ պատրաստ ու վճռական ամեն պահին։ Համարձակություն ու կամքի ուժ պահանջող ծառայության այս տեսակն ընտրել են նաև կանայք, որոնք տղամարդկանց կողքին կանգնած են հավասարը հավասարի պես։ Նրանցից մեկն էլ մեր տեսանյութի հերոսուհին է։ Արդեն 5 տարի ինձ ծառայում եմ զինված ուժերում, սիրում եմ տարբերվել, ռիսկի դիմել, սիրում եմ լինել խորհրդավոր, համարձակ իմ որոշումներում։ Դրա համար ընտրել եմ հետախույզի մասնագիտությունը եւ ծառայում եմ հատուկ ուժերում։ Կին հատուկ ջոկատայինը կոչումով սերժանտ է, անկեղծանում է, հեշտ ոչինչ չկա, բայց եթե ընտրել ես այս ուղին, պետք է չնահանջես։ Կան դժվարություններ, որոնք պետք է հաղթահարես։ Եթե սիրում ես ծառայությունը, դժվարությունները կարելի ասել, որ արդեն երկրորդական պլան են մղվում։ Կին զինվորական անձորում, որ ծառայում ես հատուկ ուժերում, ուրիշ ձևի է հնչում, մեզ նայում են որպես թույլ էակներ, բայց ես կարողացա բոլորին ապացուցել, որ ես ուժեղ եմ եւ կարող եմ ծառայել հատուկ ուժերում եւ կարող եմ լինել իրենցից մեկը։ Դիմակի ու հատուկ հանդերձանքի ներքո գործող գեղեցիկ սեռի ներկայացուցիչը վարժված է ճկուն, հոգեպես անկոտրում, ճիշտ ինչպես բոլոր հատուկ ջոկատայինները։ Շարժվում է ստվերի պես լուր, գիտի, յուրաքանչյուր հրաման պահանջում է ընդամենը մեկ ճշգրիտ քայլ նպատակին հասնելու համար։ Պետք է համապատասխանես կոչմանը, համապատասխանես համազգեստին, համապատասխանես քո գործողություններին։ Զբաղվել եմ եւ ինքնակրթությամբ, այն մարդիկ, որոնք որ գիտեմ, որ իրենք գիտակ են այդ գործում, կարողանան ինձ օգնել խորհուրդ տալ, դիմել եմ եւ փառք իրանք բոլոր ջանքերը ներդրել են ինձ եւ սովորացնելու եւ ուշ տալու եւ իմ կողքին լինելու եւ հասցնելու ինձ այնպեսին, ինչպեսին որ հիմա կամ։ Կրակելը հատուկ ջոկատայինի ամենասիրելի գործն է։ Ինչու՞, որսում է թիրախները հեշտությամբ, դիպուկ նշանառում ու կրակ արձակում։ Սիրում եմ կրակել, բարբերաբար մասնակցում են կրակային վարժանքների, կրակադաշտ են գնում եւ զինվորներին ենք պատրաստում եւ մենք ենք վերապատրաստվում ամեն հաջորդող օր ծառայության գնալիս, ցանկանում եմ գրանցել մասնագիտական այժմ, որպեսզի ցանկացածի իմ արժեվ դրված խնդիրը կարողանամ բարձր մակարդակով կատարել։ Իսկ հաջողություններ ծառայության 5 տարիների ընթացքում նա հասցրել է գրանցել։ Վերջինը բարձր գնահատականներով ատեստավորումն էր, ինչը ևս մեկ ապացույցն է հմտությունների եւ կարողությունների։ Վերջին բարեփոխումները, որը վերաբերում էր ատեստավորմանը, ինձ թվում է, որ լավ է անդրադարձել բոլոր զինվորականների վրա։ Կարծում եմ ատեստավորումը խթան է բոլորիս համար, ել ավելի նվիրումով ծառայելու համար։ Ծառայությունից դուրս կին զինծառայողին տեսնողը երբևէ չի կարող գլխի ընկնել, որ նա պրոֆեսիոնալ հատուկ ջոկատային է։ Իր հորդորն է բոլոր այն կանանց, որոնք նույնպես զինվորական դառնալու ընտրության առաջ են։
ովքեր ցանկանում են համալրել զինված ուժերի կին զինծառայողների շարքերը, խորհուրդ կտամ, որ առանց վարանելու թող դիմեն, չվախենան, գնան իրենց երազանքների ու նպատակների հետևից։ Բոլորիս միավորում է մի գաղափար՝ պաշտպանել հայրենիքը, ապրել ազատ, անկախ, խաղաղ երկնքի տակ։ Բնականաբար բոլորս էլ կուզենանք, որ մեր ապագան, մեր երեխաների ապագան կերտենք հզոր Հայաստանում։ Հատուկ նշանակության ստորաբաժանման կին մարտիկը կոչմանը հավատարիմ շարունակելու է լինել բանակի շարքերում համարձակ, վճռական ու մշտապես լավագույնը լինելու ձգտումով։ Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է խաղաղության գործընթացի առաջ խաղացման համար կարևոր է վերսկսել 3 գումարած 3 հարթակի աշխատանքը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստում։ Մեր կարծիքով խաղաղության գործընթացներն առաջին հերթին պետք է տեղի ունենան տարածաշրջանի ներսում, նշել է նա, հավելել. Ռուսաստանը միշտ արել է հնարավորը հայ-ադրբեջանական կարգավորման համար։ Շոյգուն ընդգծել է, որ տարածաշրջանում տրանսպորտի եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը մեծ նշանակություն ունի։ Նա հիշեցրել է, որ այդ հարցով համաձայնություն է ձեռք բերվել դեռ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն մեկնել է Բաքու հանդիպել Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Քննարկվել են Բաքու ԵՄ գործակցությունը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները եւ այլ հարցեր։ Գրոնոյի խոսքով Եվրամիությունը պատրաստ է աջակցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի եւ Բաքվի ձեռք բերած պայմանավորվածություններին։ Ըստ ադրբեջանական հաղորդագրության Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է Ադրբեջան-Հայաստան կարգավորման եւ խաղաղության բանակցություններում առաջընթացի ու հեռանկարների վերաբերյալ։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնին չի փոխանցում ռուս-ուկրաինական առաջնագծի քարտեզները, ինչն անում էր նախկինում։ Դմիտրի Պեսկովը նաև հայտարարել է, որ Պոկրովսկի ուղղությամբ թեժ մարտեր են եւ ուկրաինական ուժերը շրջափակման մեջ են, իսկ քաղաքի մեծ մասը ռուսական վերահսկողության տակ է։ Կիևում ընդունում են Պոկրովսկի ուղղությամբ բարդ իրավիճակ է, սակայն հերքում են ուկրաինական ուժերի շրջափակումը։ Այս իրարամերժ տեղեկությունների ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Պոկրովսկի մարտերին մասնակցող զինվորականների հետ։ Ռուսաստանի նախագահը խորհրդակցություն է անցկացրել անվտանգության խորհրդի անդամների հետ, օրակարգում է եղել միջուկային փորձարկումները վերսկսելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ նման որոշում է կայացրել այլ երկրների միջուկային փորձարկումներին ի պատասխան։ ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով Միացյալ Նահանգները մտադիր է այդ թվում հրթիռներ տեղակայել Եվրոպայում, որոնք կարող են Գերմանիայից Ռուսաստանի կենտրոնական հատվածներ հասնել 6-ից 7 րոպեում։ Ուստի պետք է պատրաստ լինենք անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար, կարծում եմ նպատակահարմար սկսել միջուկային փորձարկումների նախապատրաստական աշխատանքները, հավելել է Պաշտոնյան։ Վլադիմիր Պուտինը հրամայել է տեղեկություններ հավաքել ամերիկյան միջուկային փորձարկումների ծրագրերի մասին եւ առաջարկներ ներկայացնել հնարավոր պատասխան փորձարկումների վերաբերյալ։ Հյուսիսային Կորեան շուրջ 10,000 զինվորական է ուղարկել Ռուսաստան, եւս 5,000-ը կուղարկվի պատերազմական գոտում ենթակառուցվածքների վերականգնմանն աջակցելու համար, հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները հղում կատարելով երկրի ազգային հետախուզական ծառայությանը։ Սեուլում կասկածներ ունեն, որ Մոսկվան աջակցության դիմաց Հյուսիսային Կորեային է փոխանցում հրթիռների եւ ԱԹՍ-ների արտադրության տեխնոլոգիաներ։ Մոսկվան առաջին անգամ պաշտոնապես ընդունել է, որ հյուսիսկորեական զորքերը ներգրավվել են Կուրսկի մարտերին ապրիլին։ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է շարունակել Մոսկվային աջակցությունը։ Իրանի ջրամատակարարման հարցերով վարչությունից հայտնում են, որ երկրին երաշտ է սպառնում, նշվում է, որ հոկտեմբերի դրությամբ Իրանի ջրամբարների 67%-ը դատարկ է, 15 նահանգներում տեղումներ չեն եղել։ Շատ ջուր սպառող անձանց համար ջրի սակագինը կբարձրացվի։ Ավելի վաղ Իրանի նախագահը նույնիսկ առաջարկել էր մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել Պարսից ծոցի ափ, ի թիվս այլ պատճառների նշելով ջրի պակասը։ Այս ծառի վրա կարի երկու տեսակի գալու, մեկը քաղցերն է, մեկը տտիպը, տենց մեր լեզվով ասեմ, էլի։ Խաղում եմ, այս պահին խաղում եմ գալուկը, քանի որ նա արդեն հասունացած է, ուշ եմ խաղում, հասունացման պրոցեսն է, էլի, որպեսզի ջիրը ավելի որակից նա, որակին ջիր դառնա։ Այսպես գրեթե բոլորն են մեղրիում այս օրերին լծված արքայանարնջի բերքահավաքի գործին, որ քաղցր վարակույրներով պատեն Սյունիքի ողջ հարավը։ Արքայանարինջ մշակելը վերջին տարիներին ոչ միայն մեղրեցիների, այլև շատերի համար բիզնես սկսելու լավագույն տարբերակներից է։ Երկարամյա փորձ ունեցող չրագործներից Արթուր Հակոբյանը 21 տարի առաջ սկսեց չնչին քանակով ջիր պատրաստել, երբ հայրենի քաղաքում դեռ մեծ ճանաչում չուներ հայտնի դարձած բրենդը։ Տարեցտարի մեծացրել է ծավալներ
պայմաններն ու այսօր արդեն հասցրել 90 տոննա կեղևազրկել ու արևին տալ նոր կառուցված չորանոցում։ Հայաստանի տարբեր մարզերում կա կարելի, բայց մեր ակրանալին հետ կապ չունի вообще, ոչ համայնով, ոչ մեջի քաղաքացիությամբ, մեր մոտ մինչև 31% շաքարայնությունն է մեջի պահպանում մեր կարելիքի մեջ։ Անդերինը 17-18%, եթե πάει շատ լավ է։ Դրա համար մերը շատ տանգ է։ Մեր մոտ կարելիքի արժեքը, որ թարմը մենք գնանք ծառից քաղենք, գյուղացին տալիս ենք 450-ից 500 դրամ, նայած բերքը ոնց է մշակել։ Մեր կարելիքի չիրը ինքը չի կարա չվաճառվի։ Կարա իշտի մի օր 2500 դրամ, մի օր բացնա 3500 դրամ, բայց ոչ մի անգամ 2500 դրամից պակաս չի եղել։ 2500 դրամը որ պալիբում դու արդեն եկամուտ ապահովում ես։ Քիչ շնչին գումար, բայց եկամուտ ունես 3500-ի վրա շատ լավ է։ Այս տարեշրջանում Արմավիրից, Շիրակից, Արարատից կանայք շտապում են ամենահարավ, որ մասնակից լինեն ջրի պատրաստմանը։ Տեղացիներին ներգրավել այս գործում մի քիչ դժվար է։ Յուրաքանչյուր նորական մոտ 1 տասնյակից ավելի արգղերի արքայանարինջը կեղևազրկելուց հոգնել չունեն։ Վերքահավաքի օրերին այլ մարզերից եկածները։ Մեծամոր քաղաքից եմ եկել։ Արդեն մի շաբաթից ավել աշխատում եմ, շատ գոհ եմ։ Ամեն չարմար է, լավ է։ Եթե հարմարվում է, շատ հեշտ է աշխատելը։ Նստած աշխատանք է, ոչ կրանում ես տենց, ոչ ծանրություն ես վերցնում, ոչ մի բան։ Մեղրուչիրը հասցրել է ընդլայնել աշխարհագրությունը։ Արևի երկրում արևից քաղցրացող համեղագույն արտադրանքի մեծ մասը արտահանվում է Ռուսաստան։ Այս տարի նույնիսկ 500 կիլոգրամ Միացյալ Նահանգներ հասավ։ Ճիր պատրաստելն այն վերջնական տեսքի բերելը հեշտ գործերից չեն, բայց առավել դժվար է իրացման գործընթացը կազմակերպելը, պայմանավորված սահմանին բեռնափոխադրումների համար առաջացող խնդիրներով։ Ունենք լոգիստիկայի խնդիր, չեն կարող տեղափոխենք։ Անդե պահանջարկը կա ուզում, այնքան բարձր գումարով։ Ստա մենք այդ միրգը ունենք, չկա այդ շղթան, որ ապրանք ստեից հասնի անդե, բայց ամեն ինչ լոգիստիկայի խնդիրը բեռնափոխադրումը շատ դժվար է մնում։ Այս տարի արդեն մի 90 տոննայի մոտ արդեն կախել ենք, ունենք նաև սառնարանում դրած եւ ունենք քաղերու։ Մենք հիմա սառնարանում պայստավորում ենք, քանի որ կլպողի տեղի խնդիր ունենք, չլանոցը լսվել է արդեն, տեղը ժամանակապակ է։ Դու հանում ենք հունվարից հետո նոր տարում, երբ որ ժամանակ անում։ Այդ վաղ նորի շարունակ մենք կլպել ենք։ Քաղցր վարակույրների պակաս չունի Հայաստանի հարավը։ Ագարակում եւս այս օրերին ակտիվորեն զբաղված են չրագործությամբ։ Նոյեմբերի 20-ից հետո կարող եք համտեսել համեղ ջիրը։ Ոչ մի հավելում չունեցող բնական արտադրանքը քամու եւ արևի միահյուսման արդյունքն է, որ դարձել է շատերի սեղանի անբաժան սարքը։ Հարևաշող մեղրի բնակլիմայական պայմաններն այդ առումով շատ նպաստավոր են։ Կլիմայական պայմաններից ելնելով մենք նոյեմբերի 1-ից ենք սկսում մի քիչ ավելի ուշ է մեզ մոտ, քան մեղրի, իսկ ընդհանուր process-ը տևում է 20 օր, քաղել, տեղափոխել, կեղևազրծել, կեղևազրծելուց հետո 7-ից 10 օր այսպես շարերի վրա մնում է, նրանից հետո սխմելու process-ն է, իր մեջը փափկացնում են, փափկացնելուց հետո 10 օրից արդեն մենք ունենք պատրաստի product։ Տոննայով ունենում ենք մոտավորապես մինչև 18 տոննա, 15-ից 18 տոննա, մասամբ իրացնում ենք թաց, մասամբ վերածում ենք ջրի վերածածը մոտավորապես 3-ից 4 տոննա ջիր կարելի ասել արդեն կարողանում ենք մատակարարել խանութներին։ Ես այսօր եկել եմ օգնեմ, ունիվերսալ աշխատող եմ, քաղաքում որ մարդիկ գնում են միրգ առնելու, ասենք հոկտեմբերան լինի կամ նոյեմբերան լինի, խապում են ասում մեղրու է, բայց իրականում մեղրու ջիրը, մեղրու միրգը տարբերվում է բոլոր ռայոնների մրգերից էլ, քաղցրությունից էլ, ամեն ինչից էլ։ Չնայած քաղցրահամ արքայանարինջը յուրահատուկ է, բայց ինչպես տեղաբնակներն են սիրում ասել, թուզն է հարավի բրենդը։ Մինչև տարեվերջ Հայաստանի հարավում օրը կսկսվի ու կավարտվի ջիր պատրաստելու անուշահամ իրարանցումով։ Սուսաննա Սարգսյան բարեգործական հիմնադրամի եւ Դեպի Հայք հիմնադրամի համագործակցության արդյունքում հանդիսավոր բացվեց նոր խաչակապի վերանորոգված ու բարեկարգված բարի եւ սպորտի դահլիճն ու հանդերձարանը։ Սա Սուսաննա Սարգսյան բարեգործական հիմնադրամի առաջին խոշոր նախաձեռնությունն էր, որի հիմնադիր Հովհաննես Դանիելյանն իրականացրեց հենց ծննդավայրում։ Սուսաննա Սարգսյան բարեգործական հիմնադրամը կարևորում է համայնքների զարգացումը, մասնավորապես երիտասարդների կրթությունը, իսկ սպորտը եւ պարը, արվեստը եւ սպորտը կարևորագույն ուսուցման ձևերից են, որոնք կրթում են մարմինը եւ աշխարհայացքը։ Դրա համար մենք որոշեցինք, որ անպայման պետք է սկսենք մեր վերանորոգման եւ բարեկարգման ծրագրերից հենց առաջինը նոր խաչակապ
գյուղում։ Դեպի Հայք հիմնադրամի ծրագրի շրջանակներում այս տարի իրականացվել է 2 ծրագիր։ Առաջինը Մարգահովիտում էր։ Եվ աշնան ծրագիրը Նոր Խաչակապում մեր համագործակցությունը եղել է Սուսաննա Foundation-ի հետ։ Կամավորները ամեն ուրբաթ օր այցելել են գյուղ եւ կամավորական աշխատանք են կատարել, վերանորոգման աշխատանքներին օգնել են, վարպետների օգնությամբ իհարկե։ Թվով շուրջ 20 կամավոր են ունեցել ամռան եւ աշնան ծրագրին եւ այս համագործակցությունը շատ կարեւոր եմ համարում, քանի որ մեր կենտրոնացվածությունը գնում է գյուղի համայնքի զարգացմանը։ Հիմնադրամի ծրագրի կամավորները սփյուռքահայեր են, ովքեր փորձում են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի տարբեր համայնքներում։ Նոր Խաչակապում մեծ ոգևորությամբ մասնակցել են բարեկարգման աշխատանքներին ու ձեռք բերել նոր ծանոթություններ։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են սեպտեմբերից սկսած։ Սովորացրեցին մենք pastor բադին նոր շինեցինք, plastering ներգեցինք, մեր վարպետները շատ ավոր են եւ շատ համբեր են։ Մենք շատ ուրախ ենք, որ հոս եկանք եւ կրնանք օգնել։ Արդեն 7 տարի է ինչ գյուղում գործում է Զարթոնք պարային համույթը եւ 7 տարի շարունակ երեխաները պարի եւ կարատեի պարապմունքներն իրականացրել են անբարեկարգ, սառը, ցուրտ պայմաններում։ Ջեռուցման հարց լուծելու խնդիր կար չունեինք ոչ մի պայման, բայց այդ պայմաններում սկսեցինք պարապել։ Շատ դժվար է եղել անցած ուղին, բայց երկրորդ տարվանից մասնակցել են հանրապետությունում կազմակերպված բոլոր հանրապետական փառատոներին եւ խումբը շատ մեծ առաջընթաց ունեցավ։ Հետագայում էլ նրանք այս նոր վերանորոգված գեղեցիկ պայմաններում կունենան գեղեցիկ բեմադրություններ, գեղեցիկ պարեր։ Բարը դեռի մեծ սերմանել է այն ժամանակներից, երբ որ դեռ այդ պատերը ավերված էր, երբ որ սովորում ենք քանդված բետոնե հատակի վրա, բայց ոչինչ չէր խանգարում, որ ես սիրեմ պարարվեստը։ Մենք ունենք նոր հնարավորություն, կարծում եմ բոլոր երեխաների, թե փոքրերի խմբի, թե մեծերի խմբի եռանդը դեպի պարարվեստ ավելի կմեծանա, սերը նրանց մեջ կսերմանի եւ նրանք կշարունակեն զարգացնել մեր մշակույթը։ Այս նախաձեռնությունից ոգևորված են ու երեխաների ապագայի հետ մեծ հույսեր են կապում գյուղի բնակիչները։ Այսուհետ նոր պայմանները երեխաներին կտան նոր հնարավորություններ։ Այս այնա, որ մեզ ապետ, որ երեխաները կարողանան հաճախել, որտեղ մենք հնարավորություն չունենք երեխաներին անընդհատ տանելու ու բերելու։ Այդ տրանսպորտի հարցը մենուց շատ խնդիր է։ Իսկ այս վերանորոգումը, այս դահլիճը արդեն երեխեքին կտա էլ ավելին, որ իրանք ձգտեն դեպի առաջ գնան, ավելի ու ավելի բարգավաճեն։ Սուսաննա Սարգսյան բարեգործական հիմնադրամի առաքելությունն է օժանդակել Հայաստանում սոցիալական եւ տնտեսական առաջընթացին, ոգեշնչելով մարդկանց օգտագործել իրենց ներուժը, նպաստելով տնտեսապես հզոր, կայուն եւ կրթված սերնդի ձևավորմանը։ Նոյեմբերի 4-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ժամը 19:35-ին։ Երևանի քրեական ոստիկանները Արինջի Դուրյան թաղամասում բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալեցին եւ իր վարած Hyundai Մակնիշի ավտոմեքենայով հանդերձ վարչություն տեղափոխեցին Ջերմուկ քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդու։ Նա խոստովանեց, որ մոտ 1 ժամ առաջ նույն թաղամասի 6-րդ փողոցի մի տան հետնամասի դուռը հարմարեցված առարկայով բացել ու գողացել է զարդեր, այլ իրեր ու թղթադրամներ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տանտիրոջից ընդունվեց հաղորդում։ Պարզվեց, որ Ջերմուկի 33-ամյա բնակիչը գողացել է ոսկյա եւ արծաթյա ավելի քան 30 զարդ, այլ իրեր, ինչպես նաեւ արժույթով թղթադրամներ։ Գողոնը հայտնաբերված է։ Տղամարդը խոստովանել է նաեւ, որ այս տարվա սեպտեմբերից առ այսօր ապօրինի մուտք է գործել մայրաքաղաքում գտնվող եւս 5 առանձնատուն, որոնցից 4-ից իր կամքից անկախ հանգամանքներում հեռացել է ձեռնունայն։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Աբովյանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Նոյեմբերի 4-ին ժամը 1:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ծառայողները մայրաքաղաքի Խանջյան փողոցում նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող երիտասարդների։ Նրանք թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել են համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ Նրանց մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կատուցիչ եւ դեղնակարաչավուն զանգվածով տոպրակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։